Վանյան Արուսյակն եմ, տուժված Նորաշեն 2007 սպառողական կոոպերատիվի այդ թալանից, ես դա բացահայտ եմ հայտարարում, որտեվ հենց սկզբից ես կարծում եմ, այս 5 տարի դատավարություն է գնում եւ մեզ ապացուցեց այդ ամբողջ դատավարության ընթացքը, որ սա կազմակերպված թալան է ժողովրդի նկատմամբ, բացահայտ կազմակերպված մինչեւ առ այսօր։ Հայաստանի Հանրապետությունում ապրում ենք, օրինական կազմակերպություն է, կոոպերատիվ սպառողական լիցենզավորված պետության կողմից տնօրենով իր բոլոր աշխատողներով դիմում ենք գրել, նախավճարի պայմանագիր կապել, գումարները բոլորը մուծել են։ Մի մասը ամբողջովին մուծել, մի մասը գիշով չափ, որ ամիս դիմուց է, որից հետո իմանում ենք, որ մենք բնակարանների տեր չենք, մեր բնակարանները գրավադրված է, ընդհանրապես օրենքը չի գործում, ուր ասես, որ չենք դիմել, ուր ասես դիմել ենք, բայց օրենքը չի աշխատում, ընդհակառակը դատարանի վրա պարզերում է, որ վերևից ճնշում կա, պարզերում է, որովհետև դատարանը փոխանակ տուժողների շահերը պաշտպան է, դատարանում ստացվում է, որ ընդհակառակը, ովքեր որ հանցանք են գործել, նրանք արդարը բարեգործ են դառել։ Հավատ չկա, ասենք ստեղ գալով էլ, ուղղակի ասենք գալիս են ժողովուրդը հիասթափված են, մի քիչ հույս ու հավատ ինչ որ չափով երևի թե ուզում են ներշնչեն ունենան, բայց չկա։ Իրականում չկա, որովհետև ասենք նաև աշխարհուների մեջ կան, ասենք բարձր պաշտոնյա մարդիկ, որոնք իրականում նոր որ ասեց, ճնշում են գործադրում, ասենք անարդարացի էլի։ Փոխխոսնակը օրինակ ասենք, փոխխոսնակը ազգային ժողովի Գերմինե Նաղդալյանին։ Այո, օրինակ իմ բնակարանը, ասենք իր որդու անունով է, ասենք, ներկայությամբ էլի գրավադրվել է իրանց մոտ, մենակի մեջ է էլի շատ բնակարաններ, հիմա կարամ կանչեմ գան էլի մի քանի հոգեր, մինչև որը չենք կարում ինչ-որ մի համաձայնության գանք։ Տիկին Էրմինեի տուժվածներն ենք, արդեն հոգնել ենք ամեն ինչից, չգիտեմ, եթե այս հարցը չլուծվի, թողել ենք գնանք այս երկրից, արդեն չենք կարում ստեղ ապրենք։ Խեղդում են, չեն թողում, այդ մարդ տանջվի քրտինքով տուն ստեղծի ու գան այդ հարուսն է, որ այսօր ամեն ինչ ունեն, չեն թողում գոնե մի հատ հասարակ տուն ունենանք։ Դատախազություն եւ այլն ուր եք դիմել։ Սաղ սուտ է, ամեն ինչը տիկին Հերմինեն վերևից այսպես ինքը տեխնիկայինի նման ղեկավարում է։ Այս երկրում մենակ նախագահան կար այս հարցը լուծի, ենել եթե ցանկանա, եթե չէ ուրեմն պետք է թողենք գնանք։ Արդեն դիմել ենք լրիվ դեսպանատներին, թողել ենք գնանք այս երկրից։ Ինչ ժամանակ եք արդեն 8 տարի արդեն խապված ենք, հələ վերջ չի երևում։ Ես ուզում եմ իմանալ Սերժ Սարգսյանը իր հանցագործ եղբորը ինչի իշխանությամբ պարգևատրեց, ինչի տելևիզորով չհայտնին, այս ինչ արարքի համար պարգևադրում է։ Կարմիր գծերի համար, ասում եմ էլի ես։ Կարմիր գծերի մենա, բա որ նալոգներ ավարտում։